Ինչ կասեք, ինչու են նմանատիպ քայլեր ձեռնարկվում այսօր, երբ այսօր քարոզարշավի վերջին օրն է ըստ էության, եւ ինչ նպատակ է սրանով հետապնդում Փաշինյանը, եւ գաղտնիք չեմ բացի, որ ասեմ, որ ամբողջ իրավական համակարգը, ուժային կառույցները իսկապես ենթարկվում են նրան, ու դրա վառօրինակներ ամբողջ քարոզարշավի ընթացքում այն մեղադրանքները, որ հնչեցնում են ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, այլևս դառնում են իրականություն։ Նախ ասեմ, որ միայն այսօր չի, աղնել է սպասվելու, ընտրությունների օրներ է սպասվելու, գուցե հաջորդ օրներ։ Իրապան ռեսուրսը օգտագործվում ամբողջությամբ իշխանությունների շահերի պաշտպանության համար, իսկ այդ շահերը տարբեր կարող են լինել։ Մեկը մեդիա դաշտը ծածկելն է տարբեր գործերով։ Մյուսը արձագանքները, որ դրա խախտումներին են վերաբերում են իրենց, այս եղանակով էլի խլեցվում են ուրիշների նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելով։ Երրորդը մարդկանց մեջ վախ սերմանելն է, ընտրությունների նկատմամբ անտարբերություն զանգ խորացնելն է, որպեսզի հնարավորինս քիչ թվով մարդիկ մասնակցեն ընտրություններին։ Եվ վերջինը մասնակցող ուժերի միջոցները, ռեսուրսները ջլատելն է, որպեսզի հնարավորինս վատ նախապատրաստվեն եւ վատ մասնակցեն ընտրություններին։ Այսինքն այս մտանով, այս տարբեր նպատակների այս ամեն չափով հասնելու համար իրապահ մարմինները եւ ընթացիկ գործերով եւ նախկինում տեսնում ենք 2-3 տարի առաջ սկսած գործերով եւ այլն մասսայական այս գործողությունները կատարում են։ Նպատակը ծառայել այս ընտրություններին քաղաքական իշխանության առաջ խաղացման։ Այսինքն ինչ է դուրս գալիս, Փաշինյանը պարտվում է այս ընտրություններում եւ դրա համար է նման ռեպրեսիաների գնում։ Հարցումները գոնե այս փուլում ցույց են տալիս, որ ակնհայտորեն ընդդիմությունը ավելի առաջ է ու ինչքան հնարավոր լինի ընդդիմության տոկոսը իջացնել, ինքը տոկոսը բնականաբար չի ավելացնելու, որտեղ վարչական ռեսուրսը եւ հավատարիմների թիվը սահմանափակ է։ Բայց փորձ է կատարելու այնպես անել, որ հնարավորինս քիչ ընդդիմադիրներ կարողանան գնալ ընտրության։ Շատ լավ։ Այսօր տեսանք, որ Արմատ մեդիայում էին, լրատվականում են ինչ-որ խոզարկություններ իրականացնում, քննչական գործողություններ իրականացնում։ Սրան ինչպես կմակարձագանքեք, ինչ մեկնաբանություն կտաք։ Ձեզնից եմ ճիշտ ասած լսում, ինքերը չգիտեմ ինչի են գնացել, բայց էլի տարօրինակ է, որ ես գիտեմ, որ այդ լրատվամիջոցը ինչ-որ ձևով կապակցված է կամ ուղղակիորեն ուժեղ Հայաստանի համար աշխատում ինֆորմացիա ճիշտ է, բայց իմ մոտ նստապահություն ստեղծվել է։ Եվ դա կարող է կապված լինի հնարավորությունները նվազեցնելու հետ։ Շատ լավ, եւ այսպիսի մի հարց էլ ուրեմն Կելափը մի քանի րոպե առաջ ուրեմն հարցումների վերջին, հարցումների արդյունքները հրապարակեց, այնտեղ հետաքրքիր էր այն, որ հավաքական ընդդիմություն ասելով նկատի ունենամ ուժեղ Հայաստանին, Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները իրար հետ միասին վերցված ունեն 46% ձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ունի 32% ուրեմն ձայն։ Այս ամեն ինչի համատեքստում, այսինքն փաստվում է, որ նա գնում է պարտության կողմով եւ հետաքրքիր էր նաեւ այն հանգամանքը, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ասում էր, որ արդար կերպով կանցնեն ընտրությունները։ Արդյոք դուք համաձայն եք, որ այս ընտրությունները կանցնեն արդար եւ թափանցիկ հաշվի առնելով այս ռեպրեսիաները, այն ամենը, ինչ կատարվում է վերջին օրերին Հայաստանում։ Այս ընտրությունները արդեն վաղուց են կորցրել հնարավորությունը անվանվել արդար, որովհետև ամբողջ պետական ապարատը աշխատում է իշխանությունների օգտին, ընդ որում աշխատում է ոչ արդար մեթոդներով, այլ քրեական գործեր կարելով, վարչական ռեսուրս օգտագործելով, մարդկանց տարբեր եղանակով շանտաժի ենթարկելով, ինչ-որ խոստումներ տալով, վիդեոյով չնախատեսված տարբեր միջոցառումներ, այսպես ասած օրինական ընտրակաշառքներ բաժանելով եւ բնականաբար իշխանության արդյունքը այս ընտրություններում արդար չի լինում, այսինքն ինչ տոկոս իրանք հավաքեցին, դա իրանք իրական տոկոսը չի եւ այս բոլոր մանիպուլյացիաների արդյունքն է։ Կկարողանան արդյոք իրանք այս ամեն ինչի հետ մեկտեղ գերազանցել ընդդիմությանը, դա հարց է, որտեղ այս տվյալները բավականին օբյեկտիվ պատկեր իմ կարծիքով ներկայացնում են։
Իհարկե դա չի նշանակում, որ ընտրությունների արդյունքները լինելու են այսպիսին, մենք հենց դեռ սպասում ենք լրացուցիչ խնդիրներ, կերպարներ։ Այսինքն կհատի բոլոր կարմիր գծերը, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Այդ մարդը եւ այդ խումբը կորցնելու բան չունի, իրենց բան կռիվա տալիս եւ որևէ բանի առաջ կանգ չեն առնի, մենք տեսանք, որ նախորդ օրերին ընդհանրացակում են դիմադիրների վրա, ծեծում ջարդում են եւ օրինակ նույն իրապահ մարմինները տեն շատ ակտիվ ձևով չեն գնում բռնելու են մարդկանց, ում դեպքը շատ հստակ ֆիքսված է։ Մենք կարող ենք տեսնել եւ բռնություններ, եւ քերթիկներ, եւ տարբեր բաներ։ Խնդիրն ուրիշ է, որ այս որդի անվերության բաժակը այնքան է լցվել, որ նույնիսկ այդ եղանակով ես կարծում եմ, որ շատ բան իրեն չեն հասնել, եւ հակառակը իրենց նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը օրորի խորանում։